6.5 միլիոն ահա այսքան մարդու կյանք է խլում տարեկան օդի աղտոտվածությունը ամբողջ աշխարհում։ Ըստ EQ-Air ինդեքսի ամենաաղտոտված օդն ունեցող քաղաքների ցուցակը հիմա Դելին է գլխավորում։ Երկրորդ տեղում էլ Պակիստանի Լահոր քաղաքն է։ Երևանը նույնպես հաճախ հայտնվում է այդ աղյուսակում, հաճախ հայտնվելով թոփ 30-յակում կամ թոփ 10-յակում ու երբեմն թոփ 5-յակում, կախված եղանակային պայմաններից։ Երևանում օդի աղտոտվածությանը նպաստող գործոններից մեկը հենց շինհրապարակներն են։ Երևանում կան ընդամենը մի քանի շինհրապարակներ, որտեղ հատուկ ջրցան մեքենաներով շինարարական փոշու դեմ են պայքարում։ Ջրի կաթիլները ցողելու միջոցով փոշին չի տարածվում ու հավելյալ աղտոտում չի առաջացնում։ Իսկ ինչպես են աշխարհում պայքարում այս գլոբալ խնդրի դեմ։ Վիճակը նաև հարևան Վրաստանում է վատ։ Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութայիսում ու Բաթումիում նոյեմբերի 6-ից գրանցվել է PM10 եւ PM2.5 վնասակար մասնիկների բարձր կոնցենտրացիա։ Պատճառը անապատային փոշին է։ Ղրղստանում եւս վիճակը մտահոգիչ է։ Բիշքեկում վտանգավոր մասնիկներ համարվող PM2.5-ի քանակը 7 անգամ գերազանցում է նորմը։ Անցած ձմռանը Տաշկենտը հաճախ գլխավորում էր աշխարհի ամենաաղտոտված օդ ունեցող քաղաքների ցուցակը։ Ուզբեկստանի իշխանություններն անցել են կտրուկ քայլերի, էկոլոգիայի կոմիտեն ու դատախազությունը զանգվածային ստուգումներ են սկսել։ Արդյունքում 15 խոշոր օբյեկտներում շինարարությունը դադարեցվել է փոշու եւ ավազի դեմ պայքարի նորմերը խախտելու պատճառով։ Պարտադրվել է տեղադրել անվատողերի լվացման կետեր եւ ապահովել տարածքի կանաչապատումը։ Մինչ կենտրոնական Ասիան դեռ նոր է սկսում պայքարը, Եվրոպան եւ Ասիայի մյուս հսկաները վաղուց արդեն գրեթե հաղթահարել են այն։ Օրինակ Գերմանիան ամբողջությամբ հրաժարվում է ատոմակայաններից անցնելով վերականգնվող էներգիայի։ Հնդկաստանն էլ գործարկել է մաքուր օդ ազգային ծրագիրը։ Ճանապարհներ ու փոսեր են վերանորոգում, որպեսզի փոշին օդ չբարձրանա։ Ջրցան մեքենաներ են դուրս բերում փողոցներ։ Չինաստանը, որ տասնամյակներով պայքարում է մեգապոլիսների վրա բարձրացող սմոգի դեմ, օդանավակայաններում ու նավահանգիստներում զանգվածաբար ներդնում է էլեկտրական տեխնիկա, իսկ բեռնափոխադրումները ավտոճանապարհներից տեղափոխում է երկաթուղային ու ջրային ուղիներ։ Փորձագետները առանձնացնում են 5 հիմնական քայլ, որ կիրառելի են բոլոր քաղաքների համար։ Ստեղծել մաքուր օդի գոտիներ, արգելել հին դիզելային մեքենաների մուտքը կենտրոն, զարգացնել հասարակական տրանսպորտը, ավելի շատ էլեկտրոբուսներ, հեծանվուղիներ եւ հետիոտնային գոտիներ, անցնել արևային էներգիայի, տեղադրելով վահանակներ շենքերի տանիքներին, դադարեցնել աղբի եւ տերևների բաց այրումը։ Օդի աղտոտվածությունը, հատկապես մանր փոշին PM2.5-ը թափանցում է թոքերի խորքը եւ անգամ արյան մեջ, լրջորեն վնասելով շնչառական ու սիրտանոթային համակարգերը։ Այն ուղղակիորեն կապված է թոքերի քաղցկեղի, սրտի կաթվածի կամ ինսուլտի, ասթմայի ու դեմենցիայի զարգացման ռիսկի հետ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության բնորոշմամբ սա լուր մարդասպան է, որ տարեկան միլիոնավոր վաղաժամ մահերի պատճառ է դառնում, հատկապես վտանգելով երեխաներին ու տարեցներին։ Անի Հովհաննիսյան, Էդգար Գոլոյան, Reopen Media։